Ֆակտը Շնորհակալություն Նարեկ Իրակոսյան, պարոն Կարապետյան, բայց ամեն դեպքում մինչև փետրվարի 12-ը դուք որ ասում եք պարոն Կարապետյանը լավ բանակցող է, նա ունի 2 թե 3 քաղաքացիություն, եթե սխալ եմ ասում, խնդրում եմ հստակեցրեք, նա չի կարողանալ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ բանակցել, ինչքան էլ լավ կարողություններ ունենա։ Նա ինչ ազդեցություն է ունենալ, այսինքն ուզում եմ հասկանալ ստվերային կառավարություն է գործելու եւ մեկ դրամի հետ կապված որպես գլխից հայտարարում եք որ ինչ-որ մեկի աշխատանքային իրավունքը խախտել եք մեկ դրամով աշխատանք կա, նա ինչպես է ապրելու, այսինքն արդեն մեծահարուստ է, մեծ ժառանգություն ստացած է, աշխատավարձի կարիք չունի, այդ եկամուտի լենով է տալու ապրելու համար եւ եթե տալու է ինչ ազդեցություն է ունենալու, հետո այդ մեկ դրամով աշխատող վարչապետը վերադառնում սրանք հստակեցնեք եւ հայտնի դարձավ որ մեր ձևովը արդեն ուժեղ Հայաստան կուսակցությունն է գրանցել եւ չկա մեջը ինչի բան կա բայց սա ինչով է պայմանավորված Շատ լավ Առաջի հարցը տեխնացիան հարցը Նարեկ ջան ամենայն հավանականությամբ փետրվարի 12-ին կիմանա կպատասխանե երկրորդ հարցը Ես հստակեցնեմ ամեն դեպքում ես ոչ թե ասում եմ ասեք ով է ես ասում եմ որ պարոն Կարապետյանը որպես լավ բանակցող ինքը ինչ լծակներ է ունենալու բանակցելու երբ որ չի կարողանալ զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ վարչապետը լինելու է X մարդ դուք կամ 3-րդ մարդը կամ 4-րդ մարդը այսինքն պարոն Կարապետյանի լավ բանակցելը կոպիտ ասած այստեղ ինչ Շատ լավ Պատասխանը կստանաք փետրվարի 12-ին Մյուս հարցը Խնդրում եմ մյուս հարցը 1 դրամի հետ կապված Մեր ուժի ներկայացուցիչը հուշում են սիվիկից ձեզ Նարեկ ջան Ես ուրախ եմ այդ մասին լսելու հուսով եմ ապացույցները կունենանք նաև հետագա ձեր գործունեության ընթացքում 1 դրամը մեր իշխանությունը, մեր ուժը, դրա մեր ուժի այն անձնավորությունը, ով ղեկավարել է մեր երկիրը, դրա կարիքը չի ունենալու։ Մենք պետք է հիշենք, որ պատմական շրջանը, շրջափուլի ժամանակ է ղեկավարելու։ Եվ սա պարտք է եւ ոչ թե իրավունք։ Երբ որ երկրի ղեկավարը աղքատությունը իջեցնի այն մակարդակին, ինչ օրինակ հարևան երկրներում է, գոնե 10%, 21%-ից իջնի 10%, մենք այդ ժամանակ կունենանք դեմք խոսել այդ աշխատավարձերի մասին, բայց ոչ հիմա, ոչ այս պարագայում, երբ դուք պատկերացնում եք Նարեկ ջան, քո երկիրը տարեկան 1.3 միլիարդ դոլարի պարտք է վերցնում, դու տարբեր հրապարակումներով մինչև 10 քանի 15-16 միլիարդ ունենում ես պարգևավճարների ֆոնդ, երբ որ քո երկիրը ահավոր մեծ պարտքային բեռի տակ է ընկած։ Պետք է լուծենք այդ հարցը, առողջացնենք մեր տնտեսությունը եւ դրանից հետո ունենանք իրավունք մարդուն այդպիսի բան առաջարկել։ Վստահ եղեք, որ դրա կարիքը չկա այս պարագայում։ Դրա համար էլ մարդկանց մեր հայրենակիցների նշանակալի մասը տեսնում է ուժի մեջ գործուն այլընտրանք, որտեղ վստահ է, որ այս ուժը չի ունենալու դրա կարիքը։ Երրորդը կուսակցության հետ կապված։ Կուսակցության համագումարին ներկա կլինեմ ես եւ կմասնակցեմ նաեւ ես։ Շնորհակալ եմ։ Այս բան ես մեր ձեւ շարժման համակարգողն եմ, բայց կուսակցության համագումարին դուք մենք իրար կտեսնենք։ Շնորհակալ եմ։ Պարոն Կարապետյան, իմ ներքին ձայնը հուշում է, որ կուսակցության առաջին համար է վարչապետի տեխնազում այս դահլիճում նստած է ինքի կոնկրում կամ այս առասկամ, այդպես է թե չկարա հուշում։